Այլ կերպ ես մտածում, ուրեմն թշնամի ես։ Սա է Փաշինյանի թիմի բռնած դիրքը Հայաստանի այլախոհ քաղաքացիների նկատմամբ, նկատում է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանը։ Ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է։ Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Էլինար Վարդանյանը թվարկում է այն քաղաքական առաջնորդների անունները, որոնք կալանավորված են կամ որևէ քրեական գործով են անցնում հիմա։ Մենք տեսնում ենք, որ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական եւ հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման։ Ծանուցագիրը ցույց տվեք նոր։ Քաղաքական առաջնորդներից բացի ճաղերի ետևում նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչներ կան, հիշեցնում են քաղաքագետներն ու պնդում, քրեական գործ կարելով իշխանությունն ուզում է լռեցնել նրանց, վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում, որպեսզի ոչ մեկ հանկարծ չթփրտա։ Ուղղակի բոլոր օրենքները ոտնահարվում են եւ այդ ոտնահարման արդյունքում մեր քաղաքացիները, մեր բնակչությունը, մեր հայրենակիցները կանգնած են անպաշտպանության եզրին։ Մանբռնաճնշումներ չեն եղել նախկին նախագահների օրոք, հիշում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նախկին 3 նախագահների ժամանակահատվածում Հայաստանը վարում էր բալանսավորված քաղաքականություն եւ այդ իմաստով ոչ կողմերից ոչ մեկը չէր դիտարկում Հայաստանին որպես հենակետ մյուսի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ այդպես էր, ապա նախկին իշխանությունները նույնիսկ եթե ցանկանային էլ զանգվածային ռեպրեսիաներ չէին կարող իրականացնել, որտեղ կար զսպող համակարգ, այդ զսպող համակարգը դա արամեծան կառույցներն էին։ Հայաստանում սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու ասում. հիմա երկրի վարչապետն է որոշում, ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ստանա։ Գործող իշխանությունը ունենալով լեգիտիմության լուրջ խնդիր եւ հասկանալով, որ սահմանադրական կարգը Հայաստանում այլևս չի գործում, որոշում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել։ Ակնհայտ է, որ այս դե ֆակտո իշխանությունը չի կարող նման ճակատագրական հարցեր լուծել։ Ստեղծված իրավիճակին հակազդելու համար պետք է միավորվել քաղաքագետներից, դիվանագետներից ու իրավապաշտպաններից ձևավորված այս հանձնախումբը հենց այդ նպատակին է ծառայելու։ Նրանք զբաղվելու են քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։